պատմական իրադարձություն է սա, լինենք անկեղծ։ Վլադիմիր Պուտինը լինենք անկեղծ համակերպվել է այն մտքի հետ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ լինելու է խաղաղ պայմաններ։ Թրամփի ուղու վերաբերյալ որևէ թթու խոսք Վլադիմիր Պուտինը չասեց։ Ապա շրջափակումից հետո նաև Ռուսաստանը այս ամենից կօգտվի։ Ֆիքսենք մեկ բան, ժողովուրդ ջան, Թրամփի ուղու հետ որևէ կապ չունի Ռուսաստանին։ Ադրբեջանի տարածքով Հայաստան եւ այդպես Ռուսաստան ու այդպես այդ ճանապարհը առանձին ստեղծվում, ժողովուրդ ջան, վերակառուցվում, ինչպես ցանկանում եք կոչեք, ոնց որ եղել է ժամանակին սովետական միության ժամանակ, ավելի լավ տարբերակով, տնտեսական մեծ ակտիվություն է սպասվում ու լինենք անկեղծ, Ռուսաստանն է հասկանում, որ եթե գլուխը տնգի ու ասի արա ես ոչ մի բանում չեմ խառնվելու, ինքը այդպես կործանվելու է, որովհետև ինքը լիքը պայմանագրերում վառվում է ու ոչ մեկ չի ցանկանում է Ռուսաստանի հետ առևտուրանի հետ պարագայում ու Պուտինն էլ դա պարզ հասկացավ, որ տարածաշրջանը վերջնականապես կկորցնի։ Կոնֆլիկտը չսրելու համար ու հակամարտություն չսարքելու համար Թրամփը դրա համար ամենաշատը զուտ զորք չմտցրեց այդ տարածքում, որովհետև հասկանում էր, որ Ռուսաստանի հետ հետո կոշկի միշկի է դառնալու ավելի վատ վիճակով չնա։ Բայց հիմա լինենք անկեղծ, լինելու է լիակատար խաղաղություն, բազմակողմանի բիզնես ծրագրեր, այսինքն յուրաքանչյուր հատվածից աշխարհի գալու են բիզնես սկսել։ Ասիական ամբողջ շուկան բացվում է Հայաստանի առջև։ Հայաստանը մտնում յուրաքանչյուր տեսակի ապրանք, նավթամթերք, էլեկտրատեխնիկա, ամեն ինչ, սնունդ, ինչ պատկերացնում եք, ամեն ինչ մտնելու է Հայաստան։ Ու պատկերացրեք, որ լիքը բան դառնալու է ջրի գին։ Դրանից զուգահեռ բացվելու է լիքը աշխատատեղեր։ Դուք հասկանում եք դրսից ինչքան մարդ կցանկանա գա Հայաստան, ստեղծի բիզնեսներ։ Կոնկրետ մեր Վանաձորի մասով եմ ասում, ժողովուրդ ջան, լիքը բիզնեսներ կարան ազատ ստեղծեն։ Կառավարության հետ համագործակցում են, պետականի հետ համագործակցում են, ամեն ինչ անում են օրենքի սահմաններում ու շահում ատե բոլորը։ Ինչ ա մնում անել, ժողովուրդ ջան, մեր կառավարությանը աջակցել, այս ամեն ինչը ճիշտ անենք, ավարտենք ժողովուրդ ջան ու ստեղծենք մի նոր Հայաստան, որտեղ գոյություն չի ունենալու չինովնիկ միլիարդատեր, որտեղ գոյություն չի ունենալու այնպիսի հասկացողություն, որ վարչապետը, նախագահան կամ ես իմով պետք է անպայման լինի միլիարդատերու ջպով։ Եվրոպայում այդպիսի բան, այդ հասկացողությունը չկա։ Այնտեղ յուրաքանչյուր բարձր պաշտոնյանց հեծանիվով է գործի գնում, ամոթ չի, անվտանգության աշխատող շատ ժամանակ չունի, ամոթ չի, ամոթը ժողովրդին գրփելն է ու հարստանալ, այ ամոթը էդ է։ Նիկոլ Վարչապետ։